Թեև դպրոցական դասացուցակում չկա բռնություն առարկա, սակայն դպրոցական նստարանին նստած որոշ երեխաների համար այն դարձել է վարքի օրինաչափություն։ Կրթության հաստատություններից մեկում նախօրեին տեղի ունեցած հերթական վիճաբանությունը, որը այս անգամ եւս ավարտվեց դանակահարությամբ, եզակի չէ։ 17-ամյա տղաների միջև ծագած վիճաբանությունը վկայում է, որ հիմնականում անչափահասների միջև ծագած վեճերը լուծվում են ոչ թե երկխոսելով, այլ բռնության լեզվով։ Մասնագետները փաստում են, որ անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։ Հիմնականում շատ աճել ագրեսիվություն երեխաների մեջ 20 տարի առաջ շատ ավելի պակաս էր երեխաների ագրեսիան իրենց նկատմամբ, քան հիմա։ 2025 թվականի առաջին կեսին մամուլն արձանագրել է անչափահասների մասնակցության վիճաբանությունների բազմաթիվ դեպքեր, որոնց ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել կրթական հաստատություններում կամ դրանց հարակից տարածքներում։ Ինչպես է արմատավորվում այսպիսի վարքը, ինչու է պատանի որպես ելք բռնությունն ընտրում։ Երիտասարդները այսօր մեծանում են, ասենք թե ավելի ուշ վաղ սերունդները, անպայման մեծանում են հերոսի կերպարով, հիմա հերոսը ֆիզիկներն է, որի մեջ ինքը մեծանում է։ Իրավապահները փաստում են, որ անչափահասների մասնակցության բռնի միջադեպերի թվերը տարեց տարի աճում են։ Բռնությունը որպես խոսքի փոխարինող երբեմն էլ նույնիսկ ծնողներն են խրախուսում։ Նրանցից շատերը իրենց երեխային հորդորում են հարված ստանալու դեպքում փոխադարձ հարվածել։ Մեկ եթե առաջ ունեինք անչափահասների գծով տեսուչներ, չէ, իրենք դպրոցում էին, իրենք շրջում էին, երեխաների անմիջական այդ կապը կար։ Հիմա այդ բանը ցավոք չկա, այ ես կարծում որ դա է խաղը։ Որտեղ համանքային ոստիկանը չի հասցնում հետևել։ Իսկ ինչու է պատանին փորձում ագրեսիվ վարքով լուծել իր տարիքային վեճերը։ Հոգեբաններն ասում են, մեխանիզմները շատ ավելի խորն են։ Այս դեպքերը ըստ մասնագետների հիմնականում կապված են տվյալ երեխայի շրջակա աշխարհի ազդեցության հետ, քանի որ երեխաները հիմնականում վերարտադրում են այն, ինչ տեսնում են։ Մտածեք, թե ոնց է այս ամենը կարողանանք կանխարգել, ոչ թե հասնի դավակայության, այլ կանխարգելում լավ իրականացվի։ Փորձագետները միաբերան պնդում են, որ անչափահասների ագրեսիվ վարքագծի բացառմանը հնարավոր է հասնել միայն համատեղ պայքարի արդյունքում։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։